Սիրելի երևանցիներ, ամեն անգամ, երբ որ ինչ-որ հին ու նոր անելու իրավիճակ ալինում, հույս ալինում, որ հաջորդ անգամ իշխող ուժը չի մտնի այդ տիրույթ, որտեղ շահեկան վիճակում չի, բայց արյուտես, որ իրանք անընդհատ դրա հրահրում են։ Բայց հիմա այս դրանք անդրադառնամ վերջում։ Այս մանկապարտեզներ, կոռուպցիա, մյուս, որ պարոն Իսկան դրան այս տարյուկ ես ասում, տեղհսկմանը գրոշներ եք տալի։ Կոռուպցիան այդտեղ է։ Որ նորմալ տեղհսկում լինի, ոչ թե կտանեք, ասեք, մեծ մասը տվել ենք, բայց հələ ավարտական ակտ չկա, միտեղ էլ քրեական գործ կա, տեղհսկողը չի թողի անորակ աշխատանք։ Այսինքն տվեք նորմալ տեղհսկում, բայց դուք նորմալ տեղհսկում չեք տալիս, որ ձեր փոխկապակցված անձը ոնց կարա բան անի, փող աշխատի։ Վերջում էլ տեղհսկումը անողը, այդ թուղթը ծախի ուղակի, այդ գրոշների դիմաց ստորագրի, մեկ էլ ասեն, բա վայ կոռուպցիա է։ Այդ որ խոսում եք 2000 թվին ես մանկապարտեզը, ես համայնքից, այն համայնքից, այսինքն որ ինչա ձեր ասածը, որ այն ժամանակ տենց վատ բաներ ա եղել, դուք էլ եք անում, դուք էլ հիմա վատ բան եք սարքում, դուք էլ հիմա ձեր փոխկապակցված ֆիրմաներին փող աշխատելու հնարավորություն եք տալի, մեկը մյուսի հետ չկապ ունի։ Էս ա եղել, այն ա եղել, ուզում եմ առանձնահատուկ հիշեցնել, այդ պատահական չէր, որ այդ թվերը շեշտվում էր, որպես ասում եք օրակարգից խոսացեք, օրակարգում մանկապարտեզի չկա, բայց Լևոն Հովհաննիսյանը պատրաստված եկել է, այդ մանկապարտեզների թվերը լավ բերում հնչեցնում է, ու հատկապես շեշտում է, ենթատեքստով, 2000, 2001, 2000 թվականին, 2001 թվականին Հանրապետության գլխավոր դատախազով ա եղել, ձեր կոալիցիոն գործընկերոջ հետ փոխկապակցված Բորիս Նազարյանը, գնացեք իրանք այդ մանկապարտեզների հետևից քիչ ես գնացել, կամ որ դուք այսօր գնացել եք, մի հոգու անուն եք տալիս, որ այս դահլիճում ա նստել երկար տարիներ, 200 քանի հատ գույք ապորինի, հետևից տենց գործը գնում ա տարիներով, վաղեմության ժապկետը կսպառվի ինքնահետություններին ձեզ ձեն կբերի, ձեր հիմնադրամներին փող կմուծի, այդ ա ձեր բացահայտածը, իբր մեզ էլ ուզում եք բան ցույց տաք։ Այդ որ ասում Մայր Հայաստանը տերը, Մայր Հայաստանը ունի հիմնադիրներ, ունի առաստուտ այդ էժանագին մանիպուլյացիաները թարգեք, թե չէ որ մտնենք այդ դաշտ, խորանակ գնանք հասնենք 17 թվականի 3 դաշինքի քավորները ովքեր են եղել։ Մի բզբզեք այդ բունը մի քանդեք։ Ինչ վերաբերում է այս միացրած բանին, ձայնագրությանը, իբր թե մատուս տարակազմիկ սենսացիա, հա, տենց հանեցիք ջրերես, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու անազգանունից տվեք, դիմացը գերեն պատասխանատու է իր արածների համար ու չարածների, ով ուզում է լինի անկախ իր պաշտոնից։ Ու այդ մարտի 1-ի թեմա, որ հանում եք, այդ ձայնագրությունը հանել եք, այդ ձեր առաջնորդներ ասում, բացահայտված է, բա ուր է, բացահայտված, հա։ Այդ նույն թեմայով էլ եք պատասխանատվության ենթարկել երկրորդ նախագահին, ինչ-որ մեղադրանք եք հարուցել, ուր է բա։ Դուք ոնց կարաք մեղադրանք հարուցեք ու պատասխանատվության ենթարկեք տարբեր նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կամ տարբեր չինովնիկների այն դեպքում, որ 18 թվականին Էրեբունիում դեռահասներին այդ ապրիլյան իրադարձությունները, այսպես կոչված հեղափոխության օրին, որ երիտասարդներին ծեծում էին, դուք դրանց պատասխանատվության չեք ենթարկել։ Դուք բժշկականի մոտ ուսանողներին, ծեծողներին պատասխանատվության չեք ենթարկել։ Դուք թաղապետին պատասխանատվության չեք ենթարկել։ Այսօր կենտրոնացել եք, ասում եք Ստեփանյան Գևորգի ախտոն որտեղից, Մեսրոպի հեծը որտեղից, ձեր ունեցվածքը որտեղից, ձեր այսինքն ձեր մռմուրն ու կսկիցներն որ բացես որտեղից, դե մենք էլ ունենանք, ձերն էլ վառ ենք, հա։ Այդ է ձեր ասածը։ Ու առասարակ, որ ասում եք ով ինչով է զբաղվում, տիկնայք եւ պարոնայք։ Իշխող ֆրակցիայի 80-90% հավաքայինների տարբեր գործերով զբաղված մարդիկ։ Մի հատ գալիս եք հանձնաժողովին նիստ, մի հատ էլ էս նիստին։ Դուք եք զբաղվում Երևանի հարցերով։ Դուք զբաղված եք ձեր կարիերան անելով, մեկ-մեկ այստեղ կեղծ սուտ ու մանիպուլատիվ մեծ բան ասեք, որ ռեյտինգը բարձրացնեք, որ տեսակ ինչ արեցին, դիպուցիանը ինչ ասեցին։ Այդ է ձեր բան ու գործը։